Երևան քաղաքում ժողովուրդ վերջի 4 տարին հատուկ ԿՊ-ական գործընկերների համար եմ ասում։ Բյուջեով բերում են, ներկայացնում են մոտարապես 15 հատ մանկապարտեզ, Տիկին Մանավազյան։ Ուրեմն 4 տարվա մեջ 10 մանկապարտեզը նույնն է կրկնվում։ Ամեն տարի բյուջեից փողը պլանավորվում է, դուրս է գալիս թե չէ, չի երևում, այդ մանկապարտեզները մնում են տեղը ու չեն սարքվում։ Խոսում էր մանկապարտեզներից։ Թիվ 1 մանկապարտեզը Կորյունի մոտի խորհուրդ կտա մի հատ գնացեք։ Որոշել են սարքեն, սկզբից փող են դուրս գրել, փող դուրս գրելուց հետո մի քիչ ինչ-որ մի բան են արել, հետո քանդել են, հիմի գնում նայում ես անապատ, չկա, տեղը լրիվ անապատ է։ Լրիվ անապատ է։ Հարևաններն ինձի խնդրել են, ասում են բարձրաձայնի գոռը հանգարց թե էլիտար շենք չսարքեն։ Հայ-ֆրանսիական մանկապարտեզը Բանգլադեշի ամեկ թաղամասի դառել է թմրամիջոցներ վաճառողների կենտրոն, Տիկին Երեմյան։ Հələ մի հատ գնացեք թիվ 39 մանկապարտեզը նայեք, պատվալները կոյուղին գնում է, այդ պայմաններով մեր երեխեք ընդեղ են գնում։ Մասիվի Թաղապետարանի հետևը, Վերածնունդի այգու հետևը 101 ու 102 մանկապարտեզը, առաստաղը սեն ծակված էր, սիլիկոնով տնօրեն իր փողը դրել էր, անում էր։ Գնացի ասի իմ անձնական միջոցներից սարքեմ, ասին չսարքեց, չթողեցին։ Շարունակությունը կան, դպրոցներից եք խոսում, 179 դպրոցը, հարավ-արևմտյան A3 թաղամասում Մալաթիա Սեբաստիանում։ Կոյուղին պատվալներում լցված է, իմ դպրոցն է եղել, 100 անգամ կռիվ եմ արել, ինչա թե դպրոցում, ես եմ սովորել, կախվավ քաղաքային իշխանությունն է դպրոցի համար ոչ մի բան չարեց։ Հաջորդը խոսում եք, այդ ձեր բոցաշունչ տոնով, որ եթե գնանք այդ մանկապարտեզները ձեր վերանորոգած կանգնեն գոռան, ծեփոնները կթափվի մեր գլխին։ Այդքան անորակ են սարքել։ Խայտառակություն է։ Խոսեցիք թե Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին քանի դպրոց է կառուցել, լուսաբանեմ ձեզ, Տիկին Երեմյան, 98-ից 2008 թվականը 150 նոր դպրոց, հիմնանորոգվել է 120 դպրոց, ի տարբերություն ձերոնց, որ Երևանում մի հատ մանկապարտեզը 8 տարի վերանորոգում են, չեն պրծնում։